88-ի փետրվարյան ցրտաշունչ այս օրերին Սումգայիթի փողոցներում բղավում էին մահ հայերին։ Սրանք մինչևի ու հետոյի բաժանարար գիծ դարձող օրեր էին քաղաքի հայ ընտանիքների կյանքում։ Ադրբեջանցիները մինչև ատամների ծայրը զինվել էին, դանակ ու կացին ձեռքներին առել, քարտեզագրել հայերի տները եւ ուղղություն վերցրել նրանց հետևից, սպանելու, կանանց բռնաբարելու եւ բնակարանները թալանելու։ Սա խորհրդային Ադրբեջանի իշխանությունների առաջին արձագանքն էր բռնի ուժով ճնշելու Արցախի ժողովրդի ազատ կամ արտահայտությունը։ Առաջինը Սումգայիթը դարձավ նրանց թիրախը։ Արյունալի հանցագործություններով փորձում էին զսպել հետզհետե ուժ գնացող արցախյան շարժումը։ Պատահական չէր, որ Բաքվից ջրցան մեքենաները բերում էին եւ Սումգայիթի արյունոտված ասֆալտը լվանում էին, ինչը Սումգայիթը իր սեփական ջրցան մեքենաներով չէր կարող այդ process անել, այսինքն այնտեղ ահավոր բան է եղել։ Մինչև 50 ոճրագործից բաղկացած ադրբեջանական ավազակախմբերը աննկարագրելի դաժանությամբ էին սպանում հայերին, որտեղ էլ նրանց հանդիպեին հանրային տրանսպորտում թե սեփական տանը։ Բարձրահարկերից ցած էին նետում, փողոցներում բռնաբարում երիտասարդ աղջիկներին մարդկանց աչքի առաջ, այդ թվում խորհրդային ու տեղական իրավապահների, որոնց լիակատար անգործության պայմաններում էլ տեղի ունեցան ջարդերը։ Սոսկալի օրերի մասին վկայում են ադրբեջանցի ականատեսները։ Աղջկան բռնաբարեցին, տղամարդկանց գետնին էին գցել, ոտքերով տրորում ու խեղդում էին։ Ես չեմ ուզում ադրբեջանուհի լինել, տեղի ունեցածից հետո սիրտս ցավում է այդ ազգին պատկանելու համար։ Նախորդ դարավերջի Սումգայիթյան կոտորածը ոչ առաջինն էր, ոչ էլ վերջինը։ Խորհրդային Ադրբեջանում հայերի որս սկսվեց, բարձր մակարդակով էր որոշումը, ոչնչացնում էին երկրորդ պետականակիչ ազգին։ Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի հայերին իր թիրախում առավ թուրք-ադրբեջանական ցեղասպան խումբը, անպաշտպան մարդիկ գազազած ամբոխի ձեռքում։ Մինչև օրս այդպես էլ պարզ չէ, հստակ թիվ չկա, նրանցից քանիսը զոհ գնաց։ Ողբերգությունների իրական չափերն առ այսօր անհայտ են այնպես, ինչպես հազարավորների ճակատագրերը մնացին։ Խորհրդային Միության պաշտոնական տվյալներով մի քանի տասնյակ, իսկ մասնագետների տեղեկություններով 1000-ից ավելի հայ են սպանել ջարդարարները, որոնց մեծ մասին խոշտանգումների ու կտանքների ենթարկելուց հետո։ Որ Սումգայիթի ջարդերը, Բաքվի ջարդերը, Կիրովաբադի ջարդերը, այնուհետև Արցախում տեղի ունեցած իրադարձությունը, դրանք մեկ միասնական քաղաքականության առանձին դրվագներ են, դա անկասկած է, չեմ բացնում, նման դում ունեցել են մի տարածքում, Արցախի տարածքում վերացնեն հայկական միտքը։ Սա դասական առումով հենց ցեղասպանության հանցագործությունն է։ Ինչ վերաբերում է այստեղ արդեն Հայաստանի կողմից կատարվելիք կամ նրա ժամանակին պիտի որ կատարվեր որոշակի գործողություններ, այո, կարծում եմ, որ պետությունը թերացել է այս առումով 30 տարուց ավել մեր հնարավորություն այդ հարցը որոշակի իրավական գործիքակազմով միջազգային այդ հարցություններում բարձրացնելու, դա իրական գնահատականը ստանալու, բայց չի արել։ Ոճրագործությունից 38 տարի անց հատուցում չկա։ Միջազգային հանրությունն էլ կոնկրետ գնահատական չի տվել հայերին կոտորելու հերթական այս ծրագրին, եւ հիմա թվացial խաղաղության այս օրերում մասնագետների գնահատմամբ որևէ փոփոխություն չկա ցեղասպանների նպատակներում։ Նույն թուրքը զինանոցը լցնելով խաղաղություն է խաղում տնավորված ինքնիշխան Հայաստանի հողերում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։